44 օրյա պատերազմից արթնացա, հասկացա ուր եմ ընկել, այս ով էր մեզ քնացրել, ինչպես ենք խորը քնել, անդունդներում մնացել, քնից հենց որ արթնացա, և ինչ տեսա զարմացա, քնից Նիկոլն է հանել, արթնացեք, հայ ժողովուրդ, խեղճը էլ ինչ պետք է անի, քնից ձեզ էլ արթնացնի, արթնացեք իմ ժողովուրդ, էլ ինչ անի որ զգաք, քնած դեղից արթնանաք, շնորհակալ միշտ եղեք, դեղմից է ձեզ էլ հանել, փոշու կեղտերի մեջից ձեր խելքի դարսերը բացեք, դարակներից տիղմը իսկույն դուրս հանեք, հանկարծ Նիկոլից բան չասեք, արարքները լավ հիշեք, ինքն իրենը լավ գիտի, դուք էլ ձեր անելիքն արեք, խելքը ինչքան որ կտրեց, հենց այդպես էլ լավ արեց, մնում է դուք հասկանաք, քնից հիմա արթնանաք, արածը չեք հավանում, հիմա դուք առաջնորդեք, մի լավ առաջնորդ գտեք, որը կղեկավարի, քնած ուղեղ կարթնացնի, ազգին քնից կհանի, հայ ազգ չէ, լավ լսեք, մարդկությունն է հայ կոչվում, մարդ գիտակցություն ունի, գիտակցությունն էր քնած, արթնացեք ձեզ ճանաչեք, խորը քնով մի անցեք, բջիջներ լիցքավորված, լարերից ամուր բռնեք, տիեզերքը մեզ հետ է, հայի բարությունն է տեսնում, օգնության ձեռք է մեկնում, դարերով է արարել, հայի տեսակ չի կորել, գենը իրոք հզոր է, ճիշտ է քիչ ենք քանակով, որակով ենք տարբերվում, խելքը շարժել լավ գիտենք, գնահատել չգիտենք, միշտ նայում ենք ուրիշին, մեր արշինով ենք չափում, անտարբեր չենք մենք երբեք, մեր տեսակն էր այդպիսին, բարություն ենք միշտ անում, օգնության ձեռք ենք մեկնում, սակայն դարի հետ փոխվում, սրան նրան հետևում, վատ արարքները տեսնում, նրանց ենք ընդօրինակում, թվում է առաջադեմ են, հետամնաց մեզ չասեն, ու այդպես կուլ ենք գնում, այլ ազգերի մեջ ձուլվում, հայ տեսակն է քչանում, բայց լավ հիշեք, չենք կորի, մարդ տեսակն է այդպիսին, արհեստածին ազգերին, մարդու նման ենք տեսնում, ֆիզիկական մարմինը միայնակ չէ, լավ լսեք, հոգին է խորքում քնած, պետք է բալանսի բերել, մարմինը մեր գույնը զգույն, հոգուն է հագուստ դարձել, գույների մեջ խճճված, հոգու աչքերն են փակված, հոգին խորն է, արթնացրեք, զգայարաններ շարժվեն, գիտակցություն զարգանա, մարդն ինքն իրեն ճանաչի, ներսից աղբը դուրս հանի, հոգուն ազատագրի, ազատությունը ստացած, հոգին ներսից կհուշի, այլևս մեզ չի լքի, ֆիզիկական մարմնին ցավի մեջից կհանի։